մտածում Նեմանի մասին, նրա բորոտության համար։ Երանի թե ընտերը Սամարիայում եղող մարգարեի առաջինն էր։ Ինչու, ինչ կարող է անել։ Նա հաստատ կբժշկեր իր բորոտությունից։ Կբժշկեր։ Այո, կբժշկեր։ Նեման։ Այդ մասին կինը ասաց Նեմանին, և Նեմանը գնաց իրենց թագավորի մոտ։ Ողջույն թագավոր։ Ողջույն Նեման, անսատեսնեմ ինչ է պատահել։ Ողջույն թագավոր, իսրայելների գերներից մի աղջիկ կա, որ իմ կնոջ առաջին է գնում։ Եվ նա ասաց, եթե տեսնեն Իսրայելի մարգարեների մոտ, նրանք իսկ կբժշկեն։ Դե որ այդպես է, ճամփանք իր, գնա Իսրայել, եւ ես նրանց թագավորին նամակ կուղարկեմ։ Այո, թագավոր։ Եվ Նեմանը գնաց իր հետ վերցնելով 10 տաղանդարձած, 6000 ոսկի ու 10 փոխանոր թաքուզ, և Իսրայելի թագավորին տարավ նամակը։ Տեր, Ասորստանի թագավորի կողմից մի նամակ են քեզ ուղարկել, ահա այդ նամակը։ Դուր տեսնեմ։ Արդ եվ այս նամակը հասնի քեզ, ահա իմացիր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառ Նեմանի, որպեսզի բորոտությունից բժշկես։ Միթե ես Աստված եմ, որ մեղցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու։ Խնդրում եմ տեսեք, թե ինչպես է նա կռվի պատճառ բորոտում։ Տեր, Աստծո մարդ Եղիսեն լսել է այս մասին և լուր է եղարկել, ասելով, ինչ ես հանդարցանքդ պատառոտում, թող ինձ մոտ գա և նա կիմանա, որ Իսրայելում մարգարե կա։ Ուրեմն ասեք այդ Նեման անունով բորոտին, թող գնա Եղիսե մարգարեի մոտ։ Այո, Տերին։ Թող կարգերը մնան այդտեղ, մենք դռանոց կսպասենք Եղիսեին։ Ողջույն ձեզ։ Ողջույն։ Ինձ Եղիսեն է ուղարկել։ Ասաց որ փոխանցեմ քեզ, գնաս Սորդանային 7 անգամ լվացվես, կնորոգվես ու կմաքրվես։ Ես էլ մտածում էի նա կգա, կկանգներ իմ դիմաց, և ձեռքը կդներ իմ հիվանդ տեղի վրա, և իր Տեր Աստծո անունը կանչելով կբժշկեր իմ բորոտությունը։ Միթե Դամասկոսի Հավանայի փարփարա գետերը ավելի զորավոր չեն, քան Իսրայելի գետերը։ Հայրի, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասել, անելու է, չէ, բայց դա ընդամենն ասաց, լվացվիր ու կմաքրվի։ Ճիշտ է ասում, եկեք գնանք։ Ուրեմն եկեք ահա այն գետը։ Մաքրվես բորոտությունը, ուրեմն իրոք կենդանի է Իսրայելի Աստվածը, եկեք ետ գնանք այդ մարգարեի մոտ։ Եղիսե, ես համոզվեցի, որ ամբողջ աշխարհում Աստված չկա, բացի Իսրայելում, և քո ծառայից խնդրում եմ վերջրու այս պարգևները։ Կենդանի է Տերը, ում առաջ մեկ անգազենք, որ ոչինչ չեմ ընդունի։ Խնդրում եմ քեզ համար ենք վերստանք, վերցրու։ Իզուր ես ամոզում, և նույն է, չեմ ընդունելու։ Գնա, բարի ճանապարհ եմ քեզ կամենում։ Շնորհակալ եմ քեզանից և քո Աստծուց։
առա գեզին իր մեջ խորհեց եւ ասաց. Ահա իմ Տերը խնայեց այս ասորի նեմանին, չընդունելով նրա բերածն իր ձեռքից։ Կենթանի է Տերը, որ ես վազելով նրա հետևից պիտի գնամ եւ նրանից մի բան առնեմ։ Ամեն ինչ լավ է։ Այո, լավ է։ Իմ Տերը ինձ ուղարկեց խնդրելու մեկ տաղանդ արծաթ եւ 2 փոխնորդ հանդեր, այն մարգարեների որդիների համար, որոնք երբեմն սարից են իջել։ Խնդրեմ, երկուսը վերցրու։ Ոչ, մեկն էլ է բավական։ Հաջողություն։ Գնաս խաղաղությամբ, քո Աստված քեզ հետ։ Այդ որտեղից ես գալիս Գեզի։ Ծառատ ոչ ինտեղ չի գնացել։ Չէ որ իմ հոգին իմացա, որ ագահաբար վերցրեցիր այն նվերները, որ ես չընդունեցի։ Միթե հանդերձներ, այգիներ կամ աղախիներ առնելու ժամանակն է։ Ուրեմն Նեմանի բորոտությունը թող քեզ եւ քո սերնդին կպչի հավիտյան։ Ահա այսքանով ավարտվեց Նեմանի պատմությունը։ Այս պատմությունը Աստվածաշնչում գրվել է որպես օրինակ եւ խրատ մեզ համար։ Հիմա կասենք, թե ինչ սովորեցես մեզ Նեյմանի պատմությունը։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, Որ պետք չի լինել ագահ, որովհետեւ Աստված չի սիրում ագահություն։ Այս պատմությունը մեզ սովորեցրեց, որ պետք է մեր հավատքը չհիմնենք մեր պատկերացումների վրա։ Միգուցե Աստված մեր խնդիրներին ավելի հեշտ լուծում է որոշել։ Այս պատմությունը մեզ սովորեցրեց, որ եթե ինչ-որ բան չարություն գործելով ես վայստակում, այն երբեք չես վայելի։ Այս պատմությունը մեզ սովորեցրեց, որ չպետք է արհամարհել փոքրիկների խոսքը, միգուցե Աստված նրանց միջոցով խոսի։ Եվ վերջապես համոզվեցինք, որ Աստված իր խոսքի համաձայն է գործում, եւ ուրեմն եկեք փառք տանք նրան, որովհետեւ նա արժան է։ Ես այս կյանքում փառք չեմ ուզում, որ չվառես ինձ փառքի մեջ, թեկուզ ապրեմ ես հալածված, սակայն ապրեմ քո կամքի մեջ, թե հոգսերն ինձ խեղդել փորձեն, պիտի հաղթեմ քո արյունով, քանզի ինձ հետ ես այն պահից, երբ կանչեցիր ինձ անունով, դու ինձ գտար, ոչ թե ես քեզ, ինձ մեռածիս կյանք բերեցիր, Եվ արդյունով քո հաղթական մեղքերն անչափ իմ ներեցիր, չկամեցար, որ քո որդին սուզվի անհետ մեղքի ծովում, և պղծությամբ լցված հոգիս արդեն քո փառքն է գովում, հպարտությամբ անտեսում են այս աշխարհում Տեր քո ահը, չիմանալով, որ մեզ վրա իշխանություն չունի մահը, խորթ հայացքով երբ նայում են այս աշխարհին իմ աչքերը, հասկանում եմ, թե ինչից է ինձ ազատել քեզ պաշտելը, քեզ անճանաչ մարդկանց միջից ինձ ընտրեցիր որդի որպես, ու հանելով մեղքի ճահճից զորացրեցիր հոգով անտես, ես անկարող, սակայն հենց դու կարողացար ինձ աշխարհից բաժանես, ու ես ինչպես չաղաղակ եմ, որ հավիտյան դու փառքերի արժան ես։